Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ազգային ժողովի նոր կազմը աշխատում է լարված մթնոլորտում, ինչ է կատարվել խորհրդարանում։ Գարեգին երկրորդի և 6 հոգևորականների գործը նոր դատավորի է մակագրվել, ով է քննելու աղմկահարույց քրեական գործը։ Իրավապահներն արդեն երրորդ օրն է փնտրում են նորածին աղջկան լքած կնոջը, ինչ է պատմել երեխային առաջինը հայտնաբերած տղամարդը։ Դոնալդ Թրամփը բացահայտ խոսել է Իրանի նկատմամբ անվստահության և հնարավոր պատասխան քայլերի մասին, ինչ է սպառնում Իրանին։ Շարունակվում է Հայաստանի նորընտիր ազգային ժողովի նիստը։ Պատգամավորներն այսօր էլ շարունակում են քննարկել խորհրդարանի ղեկավար մարմինների ձևավորման հարցերը։ Այժմ քննարկվում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։ Քննարկումն ինչպես եւ նախորդող օրերին անցնում է լարված մթնոլորտում։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ հնչել է կաթողիկոս բառը, ինչից հետո ՔՊԱ-ական պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Հետո բրավո։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Շատ լավ, եկեք խաղանք այս խաղը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը։ Քննարկում էր կաթողիկոսի հետ կապված հարցը, ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդն է։ Ինձ թվում է հերիք է, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Վարդանյան։ Եվ սիրելի հայրենակիցներ, ներողություն, մանկապարտեզի նախապատրաստական կուրսի հերթական բանին Տիկին Վարդանյան, ներողություն, Տիկին Վարդանյան, ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, այստեղ բոլորը շատերը երիտասարդ են, բայց ոչ ոք մանկապարտեզից չի, այդ ու ձեր խմբակցությունում եւ ես ես հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, շարունակեք ձեր ելույթը։ Կթողեք շարունակեմ։ Նիստի ժամանակ ՔՊԱ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ևս խոսել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասին եւ նորից անդրադարձել նրա զավակ ունենալու մեղադրանքին։ Հարցից հետո դահլիճում կրկին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ընդդիմադիր պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին, իսկ ՔՊԱ-ականները նրանց գործողություններին արձագանքել են ծափահարություններով։ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ եւ դա իրանց համար ընդունելի է։ Լավ, հերիքա, հարգելի գործընկերներ, շարունակեք Տիկին Ղազարյան։ Ազգային ժողովում 6-ի մեկ այլ թեմա է սահմանադրություններ։ Պատգամավորները նույնիսկ հասցրել են միմյանց հետ գրազ գալ Նիկոլ Փաշինյանի սահմանադրության փոփոխությունների մասին նախկին ելույթների շուրջ։ Արդեն դուք էլ էլի լավ ռիսերչ չեք արել նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020 թվականի փետրվարին եւ 2020 թվականի հուլիսին։ Ցույց կտամ, իդեպ ժամանակին պարոն Գեղամ Մանուկյանը ինձ ասում էր, եթե ես ինչ անես, անունս կփոխեմ։ Համաձայն եք, եթե ցույց եմ տալիս ձեր անունը կփոխեք։ Ցույց կտամ, հենց հիմա ձեզ ուղարկում եմ, պարոն Մանուկյանի լինքը կուղարկեմ, ձեզ ցույց կտամ։ Հարությունյան Արգելի գործընկերներ, հենց հիմա ես Տիկին Վարդանի համարը չունեմ, բայց ուղարկում եմ Գեղամ Մանուկյանի համարը ունեմ։ Իրան ինքը ցույց կտա։ Եվ կսպասեմ ձեր ներողությանը, Տիկին Վարդանյան։ Պարոն Հարությունյան, համեցեք։ Երեք պատգամավորները նախ քննարկել են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։ Այնուհետև խորհրդարանն անցել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քննարկմանը։ Վերջինս հայտարարել է, որ հանձնաժողովի առաջիկա կարևոր աշխատանքներից մեկը լինելու է նոր սահմանադրության նախագծի շուրջ քննարկումների կազմակերպումը։
Նրա ամենաուշագրավ հայտարարություններից մեկն էլ վերաբերել է Սահմանադրության նախաբանին։ Ըստ Ջուլհակյանի, նոր Սահմանադրության նախաբանում Հայաստանի անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Նրա խոսքով Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որի իրական հեղինակը ժողովուրդը կլինի։ Նիստի ընթացքում լարվածության պատճառներից մեկը դարձյալ եղել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի աշխարհիկ անունով հիշատակումը։ Թե ինչ արձագանքներ են հնչել խորհրդարանում, ինչ բանավեճ է ծավալվել պատգամավորների միջև եւ ինչպես է անցել նիստը, ռեպորտաժում։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ։ Ես չեմ պատասխանում։ Երբ ԿՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանն ասաց Կտրիչ Ներսիսյան, ազգային ժողովում կրքերը կրկին թեժացան։ Ընդդիմադիրները սկսեցին հարվածել սեղաններին ու տեղերից արձագանքել։ Փորձում էր միջամտել ազգային ժողովի փոխնախագահ Կոնջորյանը։ Տիկին Ջուլհակյան, խնդրում եմ մի րոպե։ Հարգելի գործընկերներ, երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք որ գուցե ձեր ճաշակին, ցանկություններին եւ քիմքին հաճո չէ։ Ուժեղ Հայաստանից Արեգ Հովսեփյանը հիշեցրեց, չեն առաջնորդվում հաճոյանալու սկզբունքով։ Գոյություն ունի փաստաթուղթ, որտեղ արձանագրված է Գարեգին II։ Տիկին Ջուլհակյան, օրինակ, ես ձեզ չեմ դիմում տիկին Պողոսյան, որովհետև դուք տիկին Ջուլհակյան եք ձեր անձնագրով եւ առհասարակ տարակուսելի կլինի պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածուն չհարգի փաստաթուղթը անձնագիրը, որով որ Գարեգին II է գրված, այսինքն հենվելով փաստաթղթի վրա նաեւ այդպես է։ Սա քաղաքական ճաշակ չէ, սա փաստաթղթի արձանագրում է եւ դրա մասին բարձրաձայնում։ Վեճը կամ բանավեճը շարունակվեց այնքան, որ ազգային ժողովի նախագահ Ռուբինյանը շտապ վերադարձավ դահլիճ։ Եթե դուք շարունակեք նման պահվածքը, ոչ ավել, ոչ պակաս, քաղաքացիական պայմանագիրը ցանկացած դեպքում, երբ որ դուք կասեք մի բան, որը կվիրավորի մեր բանականությունը, իսկ դուք որոշակի անձի, երբ որ անվանում եք որոշակի կոչումով, դա վիրավորում է մեր բանականությունը։ Մենք ճշգրիտ նույն պահվածքն ենք ցուցաբերելու, ոչ ավել, ոչ պակաս։ Խորհրդարանը այսօր հանձնաժողովների նախագահներ է ընտրում։ ՊԱԿ-ական Արուսյակ Ջուլհակյանը, որ աշխարհի կանոնով է դիմում Գարեգին II կաթողիկոսին, հավակնում է դառնալ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը համաձայներ Ջուլհակյանի այն մտքին, որ սահմանադրական արժեքները պետք է իրականություն դառնան, ընդգծելով, որ դժվար է իրավական ու ժողովրդավարական պետություն պատկերացնել այնտեղ, որտեղ ոտնահարվում է հանրային ինստիտուտների տարանջատման սկզբունքը։ Բայց քիչ առաջ դուք ինքներդ ձեզ հայ առաքելական եկեղեցու համատեքստում բառից բուն իմաստով դուք ինքներդ խախտեցիք ձեր տված խոստումը, հանձնառությունը, որը իրականում պարզապես սահմանադրական պահանջ է։ Այնուհետև հիշեցրեց, որ հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը երաշխավորված է սահմանադրությամբ եւ օրենքով, իսկ իշխանությունների վարքագիծը քաղաքական հալածանք է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ հակասում է սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու ինքնավարության ու պետությունից տարանջատման սկզբունքներին։ Հայաստանում կա գործում են կոնվենցիոն սկզբունքներ, որոնցից մեկը անմեղության կանխավարկածն է, որը շատ հեշտությամբ հենց այս պահին դուք ոտնահարեցիք։ Ձեր վարքը քաղաքական մեծամասնության եւ ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարքը ընդհանրապես քաղաքական վրեժխնդրությունն է, որը այսպես հրավառության ենթարկվեց։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը սահմանադրության նոր տեքստի վերաբերյալ հստակ պատասխաններ ակնկալում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանից։ Ես ուզում եմ շատ հստակ ասեք, արդյոք այդ նոր տեքստի մեջ, որը հայ ժողովուրդը չի տեսել, անկախության հռչակագրին հղումը հանված է, թե ոչ։ Ժամկետների մասով ինչու են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Մարտի 1-ին պետք է հրապարակվեր, հիմա ասում եք մինչև տարվա վերջ, ինչ հանգամանքներով պայմանավորված է այդ փոփոխությունը։ Նոր սահմանադրության նախագծի շուրջ բանավեճը շարունակվեց արդեն դրա բովանդակության եւ ընդունման ճանապարհի շուրջ։ Ջուլհակյանը հստակեցրեց, նոր տեքստի նախաբանում անկախության հռչակագրին հղում չի լինելու, դա պայմանավորելով նոր սահմանադրություն գրելու անհրաժեշտությամբ։ Գրիգորյանն էլ արձանագրեց, ընդդիմությունը դեմ է լինելու նախագծին եւ հարց բարձրացրեց։ Այդ դեպքում իշխանությունն ինչ իրավական ճանապարհ է տեսնում այն հանրաքվեի հասցնելու համար։ Սահմանադրության շուրջ բանավեճից հետո ազգային ժողովը շարունակեց նիստը, որի օրակարգում հենց հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումն ու ընտրությունն է։
Խորհրդարանում կաթողիկոսի թեմայի քննարկմանը զուգահեռ նոր զարգացում կա նաև նրա դեմ հարուցված քրեական գործով։ Գարեգին II և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը մակագրվել է նոր դատավորի։ Դատալեքսի տվյալներով այն կքննի Արմավիրի մարզի դատավոր Սերժ Ռուշանյանը։ 29-ամյա Ռուշանյանը դատավոր է նշանակվել 2023 թվականին, մինչ այդ նա աշխատել է Արդարադատության նախարարությունում և ղեկավարել հասարակական կազմակերպություն։ Նոր դատավորը գործով հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակել։ Իսկ այժմ Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի դեպքի մասին։ Իրավապահներն արդեն երրորդ օրն է փնտրում են երեխային լքած մորը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նա դեռ չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նորածին աղջկան հայտնաբերել էին շենքի մոտ ծնվելուց ընդամենը ժամեր անց։ Փոքրիկին հիվանդանոց տեղափոխել էին ծանր վիճակում, ցրտի պատճառով նրա մարմնի ջերմաստիճանը իջել էր մինչև 30 աստիճան։ Երեխային առաջինը նկատել է աջակնյակի բնակիչ Նարեկ Պետրոսյանը, թե ինչ է պատմել երեխային առաջինը հայտնաբերած տղամարդը, ռեպորտաժում։ Երբ Նարեկը այգում գտավ փոքրիկին, անգամ պորտալարը կտրված չէր, 2-3 ժամ առաջ էր ծնվել։ Օգոստոսի 10-ի երեկոյան Հալաբյան 13 շենքի մոտակայքում բնակիչները երեխայի լացի ձայն են լսել, իրար անցել։ Նարեկն է առաջինը մոտեցել նորածնին։ Մոտիկացա այդ հատվածում, տեսա ազյալը, մի բա ուզում էի ոտքով խփեի, ասի կարող ոնց որ շանձակ քնի, բան փառք Աստծո չխփեցի այդ պահին։ Կարացա ազյալը բացեցի, տեսա նորածին երեխա է իրոքից, երեխուն նույն պահին կրկել եմ ու ամենջապես զանգել եմ շտապօգնություն։ Շտապօգնությունը բավական արագ է հասել, 5 րոպեում։ Փոքրիկին միանգամից հիվանդանոց տեղափոխել, բայց Նարեկը հասցրել է 1 լուսանկար անել աղջնակից։ Մենք հստակորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է ամսի 10-ին։ Պորտալարի թարմությունը հաշվի առնելով կարելի ասել, որ երեխան 3, 4, 5 ու մաքսիմում 6 ժամվա ծնված երեխա պետք է լիներ։ Օգոստոսի 10-ի երեկոն բավականին սառն էր Երևանում։ Գետնին սառը թիթեղների արանքում դրված երեխայի համար բժշկի խոսքով սա կարող էր մահացու լինել։ Նորածնի մարմնի ջերմաստիճանը նվազել էր, հասել 30-ի։ Ըստ պրոտոկոլի հիպոթերմիայով նորածիններին պետք է ժամական կես աստիճանով ջերմաստիճանը բարձրացնել, այդպես էլ արել ենք եւ առավոտյան կողմ արդեն երեխայի ջերմաստիճանը նորմայի սահմաններում է, դա մեր համար 36.7 աստիճանն է։ Կային նաեւ շնչական անբավարարության որոշ նշաններ, հիմա երեխան CPAP համակարգի տակ է, այլ բան չենք նկատել, բնական է եւ լավ է, որ բռնության նշաններ երեխայի վրա չկան։ Մտածում ենք, որ որևէ ֆորս մաժորային իրավիճակի բացակայության դեպքում երեխան կբուժվի։ Աղջնակը 2250 գրամ է, հասակը 40 սանտիմետր։ Նրան դեռ անուն չեն տվել։ Բժիշկն ասում է, եթե նախկինում նման դեպքերում հիվանդանոց անուն տալիս, վերջին տարիներին դա սոցիալական ծառայության պարտականությունն է։ Բժշկի պնդմամբ նման դեպքերում հաճախ են լինում մարդիկ, ովքեր երեխային հիվանդանոցից որդեգրելու ցանկություն են հայտնում, բայց երեխան դեռ բուժման փուլում է։ Ըստ կարգի նա կտեղափոխվի մանկատուն, որից հետո միայն կկարողանան որդեգրել նրան։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, ոստիկանները ուսումնասիրում են տարածքի տեսախցիկների տեսագրությունները երեխային շենքի մոտ դրած անձին հայտնաբերելու համար։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը զարգանում է ԱՄՆ-ի համար բարենպաստ ուղղությամբ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը եւ եթե Իրանը փորձի որևէ քայլ անել, դրա հետևանքները ծանր կլինեն։ Թրամփը նաեւ խոստովանել է, որ չի վստահում Իրանին եւ պնդել, որ իբր Իրանը երկար տարիներ եղել է Մերձավոր Արևելքի գլխավոր սադրիչը, սակայն իր գնահատմամբ այժմ այդ վիճակը փոխվել է, քանի որ Միացյալ Նահանգները շահեկան դիրքում է։
Իրանի հետ կապված սպառնալիքների մասին խոսելիս Թրամփը նաև պատմել է, որ անցած ամիս Թուրքիայից մեկնելիս գաղտնի փոխել է ինքնաթիռը։ Նրա խոսքով որոշումը կայացրել է ԱՄՆ գաղտնի ծառայությունը հնարավոր սպառնալիքի պատճառով։ Թրամփին նախագահական ինքնաթիռից տեղափոխել են մեկ այլ ռազմական ինքնաթիռ եւ դա արել են գաղտնի սննդի մատակարարման մեքենայի միջոցով։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքը այդ որոշմանը չի միջամտել եւ պարզապես հետևել է անվտանգության ծառայության ու բանակի ցուցումներին։ Պատճառը ըստ ամերիկյան լրատվամիջոցների Իրանից բխող հնարավոր մահափորձի վտանգներ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ես կցանկանայի երրորդ անգամ առաջադրվել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, սակայն երկրի օրենքներն այս հարցում շատ խիստ են։ Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, թե բոլորն են ուզում, որ նա դա անի։ Ինչ վերաբերում է Իրանին, մենք այդ հարցում ունենք 3 ռազմավարություն, հայտարարել է Թրամփը։ Առաջինը շարունակում ենք անել այն, ինչ հիմա ենք անում։ Պարզապես նայում ենք, թե որքան վատ են նրանց գործերը, քանի որ նրանք ունեն 300% գնաճ։ Նրանց արժույթը գրեթե արժեք չունի, նրանք չեն վճարում իրենց զինվորներին, ասել է նա։ Երկրորդն ըստ նրա հարվածելն է նրանց, ինչպես ինքն է ասել, շատ ուժեղ։ Եվ երրորդը պարզապես տնտեսապես հաղթել նրանց։ Մենք վերահսկում ենք նրանց փողերը, այն ինչ նրանք ունեին, իսկ դա շատ է։ Նրանք շատ ունեին եւ մենք լիովին վերահսկում ենք այն։ Ես նրանց բանկիրն եմ, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան սարսափելի սխալ կգործի, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի իր նախագահ Ջաննի Ինֆանտինոին փոխարինելու մասին։ Truth Social սոցիալական հարթակում գրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Հուլիսի վերջին հայտարարվել էր, որ Ինֆանտինոն որոշել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը վաճառել մասնավոր ներդրողներին։ Ակնկալվում էր, որ իրավունքների մոտ 20%-ը կանցնի մասնավոր ներդրողների խմբին, որը գլխավորում է Ջոշուա Քուշները, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբայրը։ Այս գաղափարը սուր քննադատության է արժանացել, ինչի համար Ինֆանտինոն անձամբ ներողություն է խնդրել։ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական հրթիռներով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Քաղաքը հարձակման է ենթարկվել հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով, ցիրկոն հրթիռներով եւ կառավարվող ավիառումբերով։ Սա դաժան հարված էր, որը նախատեսված էր քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելու համար, ասել է Զելենսկին։ Ուկրաինան էլ հարձակվել է Կրասնոդարի երկրամասի վրա։ Նովորոսիսկում 8-ամյա երեխա է զոհվել, վնասվել են բնակելի շենքեր եւ ձեռնարկություններ։ Սոչիի իշխանությունները կոչ են արել քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին հրաժարվել սեփական մեքենաներով երթևեկելուց վառելիքի պակասի պատճառով։ Քաղաքում արդեն երրորդ օրն է վառելիքի պակաս է նկատվում։ Բենզալցակայաններում հերթեր են, ինչը խցանումներ է առաջացնում քաղաքի փողոցներում։ Որոշ զբոսաշրջիկներ չեն կարողանում տուն վերադառնալ բենզինի պակասի պատճառով։ Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը սրվել է Ուկրաինայի կողմից նավթային ընկերությունների վրա հարձակումների պատճառով։ Լիբանանի միապալատ խորհրդարանն ընդունել է մահապատիժը չեղարկող օրինագիծ։ Մահապատիժը Լիբանանի օրենսդրությունում պաշտոնապես պահպանվել է երկար տարիներ, սակայն դրա կիրառումը փաստացի կասեցվել է։ Վերջին մահապատիժը երկրում տեղի է ունեցել 2004 թվականին։ Հունգարիայի օրենսդիրներն էլ պետության ղեկավար են ընտրել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային, որը պաշտոնից ազատվել էր նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք։ Պաշտոնը թափուր էր հուլիսից, երբ երկրի նոր վարչապետ Պետեր Մադյարը պաշտոն անկարեց նախորդ նախագահին Օրբանի դաշնակցին։ Մադյարը ձգտում է թուլացնել իր նախորդի ազդեցությունը պետական ինստիտուտներում։ Նոր նախագահը 17 տարի եղել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր։ Եվ վերջում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդոն ամուսնացել է իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ։ Զույգը հայտարարել է հարսանիքի մասին Instagram-ում հրապարակելով լուսանկար։ Զույգը միասին է 2016 թվականից։ Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Մադեյրայի Ֆունշալ քաղաքի տաճարում։ Սակայն Ռոնալդոյի հարսանիքը դիտելու համար հավաքված մոտ 2000 մարդ հայտնվել էր ծիծաղելի իրավիճակում, ականատես լինելով այլ զույգի արարողության։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 27-ից 29, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։